Բարև ձեզ արգելի հեռուստատիտողներ, այսօր մենք կրկին Գյումրիում ենք եւ զրուցելու ենք Գյումրու քաղաքապետի ավականու ընտրություններում Մայր Հայաստանի քաղաքապետի տեխնացու Կարեն Սիմոնյանի հետ շնորհակալ եմ։ Պարոն Սիմոնյան, այս հնարավորության համար մենք ձեզ հետ զրուցեցինք ամիսներ առաջ, երբ քաղաքացիական նախաձեռնություն էիք սկսել Գյումրին ազատ քաղաքի, ազատ տնտեսական գոտու թեմայով։ Նախ նկատեմ, որ հետևեցինք այդ գործընթացին 7700 եւ ավել գյումրեցիներ միացան ձեր նախաձեռնության։ Հիմա արդեն որպես քաղաքապետի տեխնացու եք մասնակցում ընտրություններին։ Ես խնդրեմ ասել, ինչ առաջարկով եք մասնակցում ընտրություններին, ինչ եք առաջարկում գյումրեցիներին, որտեղ բավական թեժ ընտրապայքար է գնում, կան շատ տեխնացուներ տարբեր առաջարկներով, ձեր առաջարկի տարբերությունը եւ հետաքրքրությունը որում է խնդրեմ։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Ասեմ, որ այդ 7700 ստորագրությունը բարդավորեցնող էր եւ այսպեսի ասացված կա, չէ, եթե անդառում կայծ չկա, կրակ չես կարող ստանալ։ Հիմա Գյումրիում այդ ստորագրահավաքը ապացուցեց ոչ թե կայծ կա, այլ մեծ բոց կա, որից ավելի մեծ կրակ կարող է ստանալ եւ հենց այդ կրակի արդյունքում է, որ պետք է գյումրեցին զրկի քաղաքացիական պայմանագրին, իշխող ուժին քաղաքի կառավարումից, որովհետև տարիներ շարունակ ցույց են տվել, որ իրենց կառավարումը երկիրը տանում է դեպի անդունդ, ունենք բազմաթիվ կորուստներ, տարբեր ոլորտներում ունենք, այսպես ասած, անհաջողություններ։ Իսկ ինչ կդանք մենք Մայր Հայաստան դաշինքով, միակ ուժն ենք, որը հեռանկարային ծրագիր է առաջարկել, բացի մեր տեղային խնդիրներից, այսպես մանր ընթացիկ ծրագրերից, նաև այդ հեռանկարային ծրագիրն է, որը 2-3 տարի ժամանակ է ընդամենը պետք, որ Գյումրին կարողանա վերհառնի եւ իր, այսպես ասած, պիտակավորումը ջնջի որպես աղետի կոդի եւ դառնա զարգացման կոդի։ Օրս տեղի ունեցավ նաև այդ հայ-ռուսական ֆորումը, նվիրված Գյումրու այդ ազատ տնտեսական գոտու գաղափարին, Գյումրու ընդհանրապես զարգացմանը, ներդրումներին եւ հետաքրքիր է, որ Ռուսաստանի Դաշնության Դումայի պատգամավորը իշխող կուսակցության անդամը հայտարարեց, որ իրենք աջակցում են այն գաղափարներին, այն մոտեցումները, որ ունի Մայր Հայաստանը, մասնավորապես դուք Գյումրու ընտրություններում, մենք գիտենք, որ Գյումրին Ռուսաստանի համար նաև հատուկ հետաքրքրություն է ներկայացնում ռազմաբազայի արկայությամբ եւ ընդհանրապես պատմական կապի արկայությամբ, դա բավական քննադատվեց իշխանության ներկայացուցիչների կողմից, քարոզիչները իշխանական ասցին դրսից տղա են բերում, չգիտեմ, ահա ապացուցվեց, որ այս ուժը ռուսների հետ համագործակցության կողմնակից է, բայց ինչ է գաղտնիք էր, որ Մայր Հայաստանը այդ համագործակցության կողմնակից է, ինչու այդքան անհանգստացան։ Ուրեմն ասեմ, ազատ տնտեսական կոդին առանց ներդրումների նման է լողավազանում, դատարկ լողավազանում ցուկ որսալուն եւ միանշանակ է, որ եթե ազատ տնտեսական կոդու ծրագիր ենք առաջարկում, ուրեմն անպայման պետք է ներդրողներ փնտրենք եւ մեր այսպես ասած բազմաթիվ շփումների արդյունքում ի վերջո հաջողվեց մեզ մեր ռուս գործընկերների հետ ունենալ ընդհանուր այսպես ասած գաղափար, որ եթե Գյումրիում լինի ազատ տնտեսական կոդի, իրենք համաձայնություն են տալու ներդրումներ կատարելու։ Եվ դրա վառ ապացույցն էր հենց իշխող ուժի Եդինա Ռոսիայի պատգամավորի հայտարարությունը, որ մենք պատրաստական ենք, աջակցում ենք Մայր Հայաստան դաշինքի ծրագրերին եւ վստահում ենք Կարեն Սիմոնյանին, ով նաեւ մասնակցում է քաղաքապետի ընտրություններին եւ աջակցություն ցույց տալով, որ հաղթանակի դեպքում եթե կառուցում ենք, այստեղ սարքում ենք ազատ տնտեսական կոդի, ուրեմն իրենք պատրաստ են այստեղ ներդրումներ անելու։ Ինչու էր անհանգստացած իշխանությունը։ Իշխանությունը ցանկացած լավ բանից անհանգստացած է, ես չգիտեմ, կամա թե ակամա այդպես է ստացվել, յուրաքանչյուր հային վերաբերող լավ բան իրենց կողմից քննադատության է արժանանում։ Իմ կարծիքով պատճառը դա է։ Իրենց համար ես իմ տպավորությամբ թուրքերից բացի մնացած բոլոր ժողովուրդների հետ բարեկամությունը խնդրահարույց է դարձել։ Ամենայն դեպս էսպայի դրությամբ իրենց վարած քաղաքականությունը դա է ցույց տալիս։ Ես լսում էի ԿՊ-ի քաղաքապետի տեխնացուին Սարիկ Մինասյանին, ով այսպես շարունակելով քաղաքացիական պայմանագրի այդ բաժանիր, որ տիրես
սկզբունքը առաջ տանել, շարունակելով այդ սկզբունքը առաջ տանել, ասում եմ Երևանից եկել են այստեղ Գյումրիում միջամտում են ընտրություններին, չնայած ես ընդդիմության կողմից այդպես շատ կամ միջամտություն չեմ տեսել Երևանում, բայց մյուս կողմից ինձ համար նաև անհասկանալի է որպես ոչ գյումրեցի այդ մոտեցումը, ինչու, որովհետև մենք Գյումրին անվանում ենք Հայաստանի հայրաքաղաք, հա, իսկ հայրաքաղաքը բոլորին է, կամ ընդհանրապես Հայաստանի ցանկացած բնակավայր բոլորին է, ինչի հետ են կապված այս հայտարարությունը եւ ձեր արձագանքը նաեւ որպես ընդդիմադիր տեխնացու, հա, ընդդիմության դաշտում ամենաակտիվ տեխնացուն։ Դուք ճիշտ եք, այդ պարակտումը, այդ բաժանումը դա դադարելի է, որ արցախցի, հայաստանցի, երևանցի, գյումրեցի, ես չգիտեմ, ես իրենց սև ու սպիտակ թեզերը բերել է, դա միայն պարակտում է, բայց ինչ ասում եք Երևանից գալիս են բան, ճիշտ եք ասում, հենց Նիկոլ Փաշինյանն է եկել այստեղ եւ հայտարարություններ արել, ու շատ վատ հայտարարություններ, առնետներ, այսպիսի բան, որը մեծ վնաս հասցրեց հենց իրենց ԿՊԱ-ականներին, որովհետեւ ամբողջ քաղաքը ռեակցիան տվեց, ասաց ինչի է եկել, ինչի է քիթը խոտում այստեղ, թողեք մեր Գյումրիում ընտրություն անենք, հասկանանք ինչպես կարող ենք այս ծանր իրավիճակից դուրս գալ։ Այնպես որ իրենց հայտարարությունը հենց իրենց դեմ է եղել, ու իմ կարծիքով ցանկացած իրենց հայտարարությունը իրենց դեմ է։ Այն շախմատի մեջ այսպես տերմինոլոգիա կա, չէ՞, ասում է ցուկ ցվանք, ինչ անես, քեզ ես վնաս տալիս։ Հիմա սա է։ Ինչ ասես, ասում են իմ մասին, բայց գյումրեցին ասում է շատ լավ հասկանում ենք, որ տեսել են աջող վարկանիշը, տեսել են մեր թիմի աշխատանքը, տեսել են, որ ամեն օր մեր հետևորդների քանակը մեծանում է, վայելում ենք սերն ու հարգանքը, որպես նոր ուժ, որպես փոփոխություն բերող ուժ, որպես երդասարտություն, որպես փորձ եւ այդ ամենից սարսափած են։ Իդեպ հետաքրքիր է, որ նաև իրենց քարոզչական այսպես հնարքների շարքում է նաև այն, որ փորձեն պիտակավորել Մայր Հայաստանին եւ ասապես ձեզ որպես քաղաքապետի տեխնացու, հասկանալով, որ իրականում գյումրեցիները տեսնում են, որ Մայր Հայաստանը եւ Կարեն Սիմոնյանը այսպես այլընտրանքային ուժ են, նոր ուժ են, հա, որ երբևէ իշխանության չեն եղել, երբևէ չեն կարող փաստարկված որևէ թալանի կամ պետական միջոցների մսխման գործընթաց կապել, հա, Մայր Հայաստանին կամ եւ մասնավորապես ձեզ հետ, քարոզչական դաշտում ասում են դե այս ուժերը, այդ թվում գլխավորապես նաեւ Մայր Հայաստանը, ձայն են հավաքում ուրիշ ուժերի համար, ուրիշ տեխնացուի համար։ Հետևելով ընտրարշավին եւ տեսնելով այն ակտիվությունը եւ վարկանիշի ավելացում, որ դուք ունեք, ինչով պիտի մոտիվացված լինեք դուք ձայներ հավաքել ուրիշի համար։ Ուրեմն ասեմ նախ առաջի հարցը, որ իրենք ամեն ինչում փորձում են վարկաբեկել, շատ կարճ պատասխան են, որովհետև ինչքան շատ անդրադառնանք իրենց, այդքան մեր բնակիչ ավելի քիչ կլսի, թե մենք ինչով ենք պատրաստ այս քաղաքին օգուտ տալու։ Իրենց մամուլներից մեկով ցույց են տալիս իմ հայտարարագրումը, որ ամենաշատ հայտարարագրումը դուք եք արել, ամենաշատ գումարը դուք ունեք, եւ մեր համախոհները ուղարկելով ինձ այդ մամուլի հաղորդագրությունը, կոմենտները տակը մոտ 350 կոմենտ։ Մեր տղեն է լավ է արել, որովհետև ինքը ազնիվ է աշխատել, ոչ մի ձևով չստացվեց իրենց մոտ, որ այդ բանը, այսպես ասած, շուռ տան եւ աշխատացնեն մեր դեմ, որովհետև ես բանվորից եմ սկսել աշխատանքս եւ ամբողջ Գյումրին ֆիքսել է, թե ես ինչպես եմ օր-օրի, շաբաթ, ամիս, այսպես ասած, ավելացնում իմ եկամուտները եւ իմ բիզնեսները եւ զարգացնում եմ։ Հենց այդտեղից են իրանք ավելի շատ ցայտնոտի մեջ, որ ինչ անենք, որ դեմը առնենք։ Չկա վարկաբեկիչ ոչ մի բան, որովհետև եթե սխալ տեղն են վարկաբեկում, այդ 350-400 կոմենտը ստանում են միանգամից։ Հա, իդեպ ավելացնեմ, այդ կայքը սկսում էր ջնջել։ Այսինքն դա էլ է ամոթալի, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակի մասին է։ Չէ, civic էլի ԿՊ-ի կայքն։ Հա, մի խոսքով էլի։ Իսկ ինչ վերաբերում է ձայներ հավաքենք տանք ուրիշի, բացառում ենք նման բան։ Այն ինչը վստահված է մեզ, դա մերն է։ Մենք ուղղակի հայտարարել ենք, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է անվեհապահորեն աջակցեն
առավելագույն ցայն ստացած ուժին, որբիսի ընդդիմության համախմբումը չվիժեցնեն եւ ԿՊ-ին շանս չտան վերարտադրվելու։ Եվ հենց հիմա ասում եմ պատասխանատու ձևով, որ մենք ենք հավակնում այդ ամենաշատ ցայները հավաքելուն եւ ակնկալում ենք ընդդիմադիր մյուս ուժերից, որ անպայման աջակցելու են մեզ եւ մենք դառնալու ենք այն մերանը, որը ընդդիմադիր դաշտը համախմբելու է եւ իշխանազրկելու քաղաքացիական պայմանագրին։ Արդեն մի քանի օր մնաց քարոզարշավի ավարտին, եւ նաեւ ամփոփելով մեր զրույցը, ինձ հետաքրիր է ինչ խնդիրներով են նաեւ բակերում դուք բավական ակտիվ հանդիպում եք, մարդիկ մոտենում ձեզ, ինչ ակնկալիքներ ունեն ձեզանից, ասինքն եթե ձեզ գործուղելու են քաղաքապետարան, ապա ինչ առաջադրանքով, բացի նրանից, որ աջակցում են ծրագրերին, որ դուք ունեք։ Առաջադրանքները բազմաթիվ են, բազմահազար են, ես կասեի։ Եթե մենք ստանձնում ենք քաղաքի կառավարումը, չկա մեր համար, այսպես ասած, խնդիր, որը չուզենանք անդրադառնանք, որովհետև եւ համատիրություններից բողոք կա, իդեպ համատիրության աշխատողների մեղքով չէ, դա համակարգային է, ինչքան էլ ուզենա համատիրության աշխատողը կադարի այդ աշխատանքը, միևնույնն է պետք է համայնքապետարանը, քաղաքապետարանը պետք է դրան սատարի, բայց համակարգային թերություններ կա այնտեղ։ Մանկապարտեզների հարցերն է, որ չեն կարող խմբերը մեծացնեն, այս պահի դրությամբ մոտ 1500 երեխաներ սպասում են իրենց հերթին։ Նույն ծերերի տան խնդիրը կա, նույն, ասենք, քաղաքաշինության ոլորտում խնդիրներ կան, այդ ԱՊԶ-ների տրամադրումը այնքան բարդացնում են, որ տեղի շինարարները այսպես զզված չեն ուզում մասնակցել տենդերների, որովհետև ասում են, եթե մասնակցենք ավելի շատ փող ծախսենք, գումար ծախսենք, քան վաստակենք, մեզ պետք չի։ Այստեղ էլ ես ավելացնեմ, եթե Գյումրին դառնա ազատ քաղաք, ունենա ազատ քաղաքի կարգավիճակ եւ 50%-ով ավելի պակաս վճարի հարկերը, եւ հենց այդտեղ էլ քաղաքապետարանը աշխատանք ունի տանելու, որբիսի մեր տեղի շինարարին փորձի, այսպես ասած, թիգուն կանգնել եւ տեղի շինարարի այսպես անձնակազմին թույլ տա, որբիսի կարողանա նաեւ ինքը գումար վաստակի, եւ հենց այստեղ է խնդիրը, որ մենք ստիպում ենք եւ պահանջատեր ենք լինելու, որ Գյումրին հենց դառնա նաեւ ազատ քաղաք։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ դուք գնում եք դեպի հաղթանակ։ Քաղաքացիների էներգիան դա է ձեզ հուշում։ Միանշանակ դա փաստում է ամբողջ քաղաքը, որ այս նոր ուժը, այս փոփոխություն բերելը մենք սպասում ենք իրենցից, հենց այն մերանը տեսնում ենք իրենց, որովհետև երիտասարդությունն է ոտքի կանգնել, գործարար մարդիկ են ոտքի կանգնել, քաղաքագետներ, ինչպես մեր Տերենիկն է Մալխասյան, եւ մեր ցուցակի մեջ չկա մարդ, ում կարողանան վադաբանեն որևիցե պարագայում։ Եվ թիմն է շատ ամուր եւ ոգևորված, այսպես ասած, գիշեր-ցերեկ աշխատելու պատրաստակամությամբ եւ այդպիսի ազնվությունը, այդպիսի ազնիվ մղումը մեր քաղաքացիներին այլընտրանք չի տալիս եւ հենց իրենք են ոգևորում այս թիմին, որ գնացեք եւ վերցրեք քաղաքի կառավարումը եւ համոզված ենք, որ մնացյալ ուժերը եւս սատարելու են ձեզ, որովհետեւ դուք քաղաքի կառավարման մեջ ունենաք մեծ տեր։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, հետաքրքիր զրույցի համար, նաև մենք շարունակում ենք հետևել այն հետաքրքիր քարոզարշավին, որ դուք եք տանում, կարծում նաև դեռ ընտրության օրը եւ դրանից հետո կհանդիպենք, արձանագրելու թե ինչպիսի արդյունքներով ավարտվեցին այս ընտրությունները կամ կշարունակվեն ապագա գործողությունները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ես հիշեցնում զրուցում էի Գյումրու ավականու ընտրություններում Մայր Հայաստան դաշինքի քաղաքապետի տեխնացու Կարեն Սիմոնյանի հետ, տեսություն կհանդիպենք։